Անունհոր եւ Որդվո եւ Հոգին Սրբո ամեն։ Գրված է մարդ ոչ միայն ապրում է այս աշխարհի վրա հացով, այլ նաեւ Աստծո խոսքով, որը դուրս է գալիս Աստծո բերանից։ Այս խոսքը ավետարանական սիրելիներ շատ հաճախ են լսել եւ ոմանք էլ անգիր գիտեն, թե ինչ է նշանակում Աստծո խոսքով ապրելը։ Եվ շատ անգամներ են լսել Աստվածաշնչի ընթերցումից այս դեպակ, այս հատվածը։ Բայց թե ինչպես ենք այն ընկալում, սա այլ կետ է, այլ մոտեցում։ Որովհետև շատերին թվում է, թե երբ որ ասում է Սուրբ Գիրքը, որ մարդը իբրև ֆիզիկական գոյություն ապրում է ոչ միայն աշխարհիկ հացով, այլ նաև ապրում է Աստծո խոսքով, ուրեմն նշանակում է, թե մարդը հաց չպետք է ուտի։ Եվ շատերին թվում է, թե այդ հոգևորը այնքան ծայրահեղականորեն պետք է փորձենք ընդունել, որ սկսենք ուրանալ այն ամենը, ինչ որ Աստված տվել է այս աշխարհում մեզ իբրև բարիք, ապրելու համար, արարելու համար, ստեղծելու համար։ Որտեղ այս կյանքում այս աշխարհի մեջ չկա որևէ բան, ինչպես ասում է Պողոս առաքյալը, որ չարիք լինի։ Այս աշխարհում ամեն բան Աստված տվել է իբրև բարիք։ Բայց իհարկե, ինչպես ուրիշ անգամներ եղել է, ասել է, դարձյալ Պողոս առաքյալի շուրթերով հիշեցնենք, որ ասում է, ճիշտ է, ամեն բան մարդուն տրված է, բայց ամեն բան չէ, որ մարդուն կարելի է։ Այնպես եւ այս աշխարհի մեջ ամեն բան մարդուն տրված է, Աստծո կողմից արարված ստեղծած է։ Չկա այդպիսի մի բան, որ Աստծո կողմից տրված չլինի։ Եթե Աստված չկամենար տալ, ուրեմն չէր տա։ Չէր թույլ տա, որպեսզի այդ բանը գոյություն ունենար երկրի վրա։ Ցանկացած մեկ բան, ցանկացած մեկ նյութ։ Օրինակ, թեկուզ եւ եթե ամենածայրահեղական ձևով փորձենք մտածել, խմիչքը, որտեղից որ այդ նյութը գալիս է, ինչից որ մենք քաղում ենք, ինչից ստանում ենք։ Եթե Աստված չկամենար այս աշխարհի վրա լիներ խմիչքը, ուրեմն Նոյը ինքը իր ձեռքով Աստված թույլ չէր տա, որպեսզի Նոյը գինի պատրաստեր։ Եթե Աստված չընդուներ խմիչքը, ուրեմն նշանակում է, թե կանայի հարսանիքի ժամանակ, Կափառնայում տեղ ունեցող կանայի հարսանիքի ժամանակ, Հիսուս Քրիստոս այդ 4 տակար գինին, 4 տակար ջուրը գինու չէր վերածել։ Եմ որ թյուր մտածելակերպով ասում են, այս ինչ բանը չի կարելի, այդ ինչ բանը չի կարելի, օրենքով չի կարելի։ Ասում են օրենքով, օրինակ շատ հաճախ լսում ենք, որ այդ նույն խոսքը վերաբերում է եւ հոգեվորականներին եւ աշխարհականներին, որ ոմանք թերի մտածելով Սուրբ Գրքի խոսքը, Աստծո խոսքը ճիշտ չհասկանալով, ինչպիսի մոտեցում են կատարում։ Ասում են օրենքով, բայց դու չպետք է խմես, չէ՞։ Ուրեմն օրենքով ոչ միտեղ գրված չէ, որ մարդը չպետք է խմի։ Ոչ միտեղ գրված չէ, որ մարդը օղի չպետք է օգտագործի։ Ոչ միտեղ գրված չէ, որ մարդը ալկոհոլ չպետք է օգտագործի։ Ոչ միտեղ գրված չէ։ Որտեղ եթե գրված լիներ, ուրեմն նշանակում էր առաջին հերթին Հիսուս Քրիստոս ինքն իրեն հակասել էր։ Որտեղ դարձյալ հիշում են, հիշեցնեն, կանայի հարսանիքում, երբ որ գինի չկար, Հիսուս Քրիստոս մոտեցան Մարիամ Աստվածածին, ասին գինի վերջացել է, վերջի վերջո Հիսուս Քրիստոս եւ մայրը, Սուրբ Գյուս Մարիամը գտնվում էին այնպիսի մի հարսանեկան արարողության, որ իրենց ազգականն էր, իրենց ազգականի հարսանիքն էր։ Եվ գիտակցելով, գիտենալով, իմանալով Հիսուս Քրիստոսի մասին, իմանալով զորության մասին, որ արդեն իսկ համբավը տարածվել էր,
մոտեցան, չուզեցին միանգամից որդուն դիմել, ասեցին երևի մայրը ազդեցություն ավելի ունենա որդու վրա, երբ որ մայրը խնդրի, որդին չի կարող չհնազանդվել կամ չլսել, կամ չանցալ մոր խնդրանքին։ Եվ ինչ արեց, մոտեցավ, Մարիամ Աստվածածին ասեցին, գինին վերջացել։ Աստվածածին էլ իր հերթին դիմեց որդուն, ասեց գինին վերջացել։ Որդին սկզբում զարմանք ցույց տվեց, թե ինձ ինչ, որ գինին վերջացել։ Ինչ ես ուզում ինձանից, որդին ասեց։ Բայց քանի որ մայրն էր ասել, չուզեց մոր խոսքը զանց առնել, չուզեց փոխել, ինչքան էր որ իր սրտով չէր, բայց մոր խոսքը զանց չարավ։ Եվ ասեց լավ, ինչքան տակար կա, բոլորը լսեք չերով, 4 տակար կար, ամեն մեկը 100 լիտրանոց, բոլորը լսեցին ջրով, եւ Հիսուս ջուրը գինու վերածելով ասեց, դե բաժանեք սեղաններին, ու բաժանեցին սեղաններին, ամբողջ հարսանքողները խմեցին, կշտացան, հաղթեցին, ուրախացան, գլուխները կորցրեցին, մի հատ էլ ասում փակ տրին, զնես նորմալ գինին թողած են, հատ գինին էի բերեմ արուց։ Ուրեմն ինչ է սա նշանակում, եթե գինին չի թույլատրվում խմել, եթե օղի չի թույլատրվում խմել, եթե ընդհանրապես խմիչք չի թույլատրվում խմել, դա մեղք է։ Բայց Հիսուս Քրիստոս ինչի ջուրը դիտավորությամբ գինու վերածել, էներ այդքան շատ, 400 լիտր, ու բաժանը ժողովրդը խմեք հարբեք չարդեք շնեք։ Այսինքն Հիսուս ժողովրդին դրտեց հարբեցողության, Աստված ինքը ժողովրդին դրտեց հարբեցողության։ Ու պետք է մտածել։ Դրա համար երբ որ Սուրբ Գիրքն ասում է, թե մարդը ոչ միայն ապրում է հացով, այլ նաև այն խոսքով, որը դուրս է գալիս Աստծո շունչից, Աստծո բերանից, չի նշանակում, թե աշխարհիկ մտածելակերպով պետք է մոտենանք։ Չի նշանակում, թե այն հացը, որ մեզ տրված է, այն հարությունը, որ մեզ տրված է, այն արժեքը, որ մեզ տրված է, պետք է անտեսել եւ Աստծո խոսքը ճիշտ չհասկանալ։ Ուրեմն դրա համար առաջին հերթին ճաշակելու համար պետք է ճաշակել Աստծո խոսքը, որը ելնում է Աստծո բերանից, իսկ Աստծո բերանը ո՞րն է։ Սուրբ Գիրքը։ Աստծո բերանը Աստծո լեզու Սուրբ Գիրքն է, Աստվածաշունչը։ Աստվածաշունչը Աստծո բերանն է։ Ուրեմն ինչ մեզ թելադրում է Սուրբ Գիրքը, պետք է ճիշտ ընկալել եւ հասկանալ, ոչ թե մարդկային աշխարհիկ կմահաճուկով փորձել այն մեկնաբանել ու մոտեցնել։ Նույնն է, թեկուզ եւ ինչքան էլ որ դա հաճ է, ինչքան էլ որ դա գեղ է, այո, դա հաճ եւ դա գեղ է։ Ծխել հասկացողություն։ Ինչքան էլ որ դա հաճ ու դա գեղ է։ Ամենտեղ ամեն բայր բնականաբար ծխելու հետ կապված այն ամենը ինչ որ օրգանիզմը վնասում է, այն ամենը ինչ որ քեզ վնասում է, դու դա չպետք է անես։ Ուրեմն վերցնելով Աստվածաշունչից այս խոսքը, ոչ թե ծխելն է մեղք, ծխելը մեղք չէ, այլ երևույթն է մեղք։ Ինչի համար, որովհետև քեզ ամեն ինչ տրված է։ Ամեն բան Աստված արարել ստեղծել է այս աշխարհի վրա քեզ համար։ Բայց արդյոք այդ ինչ բանը քեզ կարելի է։ Այդ ինչ բանը քեզ օգտակար է։ Այսա պետք է քննել հասկանալ։ Ոչ թե նյութն է մեղք։ Նյութը մեղք չէ։ Օրինակ, երբ որ դու դանակ ես օգտագործում, դանակը իբրև նյութ գործվածք մեղք չէ, բայց երբ որ այն օգտագործում ես չարիքի մեջ, մեկի փորն ես լուծում։ Ուրեմն երևույթը դառնում է մեղք։ Բայց դա չի նշանակում, թե դանակ պահելը մեղք է։ Մգրատ պահելը մեղք է։
Մենք պետք է գիտակցել Սուրբ գրքի Աստծո խոսքը ինչ է մեզ մատուցում։ Դրա համար ոչ թե պետք է ապրել աշխարհիկ հացով, այսինքն աշխարհիկ մտածելակերպով, այլ պետք է ապրել Աստծո խոսքով, այսինքն ճիշտ դատողություն անել Աստծո խոսքի վերաբերյալ։ Նույնն էլ որ շատ հաճախ էլի եմ ասում, քննադատում է ծխելը, ոչ թե նյութն է մեղք, այլ գործելա ոչ, երևույթը, որի արդյունքում դու փչացնում ես քո առողջությունը, ոչնչացնում ես այն ամենը, ինչ որ Աստված իր կամքով տվել է քեզ։ Այս է որ դառնում է մեղքի արդյունք։ Նույնն էլ աշխարհում ցանկացած մեկ բան, ամեն մեկ հաճույք այս աշխարհի մեջ, որը որ քեզ տրված է, այս աշխարհին տրված է, ոչ թե տրված է նրա համար, որ դու ուրեմն չափից դուրս պետք է անցնես սահմանն ու սկսես դրանով օգտվել ու մոռանաս Աստծո խոսքը, մոռանաս Աստծո պատգամը, թե Աստված քեզ ինչ է տալիս, մոռանաս Պողոս առաքյալի խոսքը, որ ասում է ամեն բան քեզ տրված է, բայց ամեն բան չէ որ քեզ կարելի է։ Պարտադիր չէ դու դրանից փորձես օգտվես։ Ինչպես դիետայի վրա նստած մարդը։ Բժիշկը երբ որ մարդու հիվանդությունը գնահատում է բիզ ծանր կեցվածքով, ծանր դրությամբ, ինչ է ասում, ասում է պետք է սնվես սա, դրանից ավելին այլևս քեզ պետք չէ։ Դիետայի վրա է նստեցում մարդուն, որովհետև եւ դու էլ գիտես, որ եթե հանգար չափն անցնես, ու կյանքիդ վերջը կտեսնես։ Ինչպես է որ բժիշկը կարող է դիետա նշանակել ու դու կարող ես դա լսել ու ենթարկվել, բայց որ Աստվածաշունչը քեզ թելադրում է, քեզ համար ինչն է լավ, ինչն է վատ, դու դրանից կարող ես ճողոպրել եւ սխալ հասկանալ ու սխալ կյանքով ապրել։ Եվ մարդկանց էլ սխալ ուղղությամբ տանել, սխալ ուղղություն մեջ գցել։ Ինչ որ քեզ հասանելի չէ, ինչին որ դու չես կարողանում հասնես, ինչ որ քեզ կարելի չէ, դրա մեջ մեղք ես տեսնում եւ դիմացինին ասում ես, դա մեղք է, դու գործում ես, դա մեղք է։ Ինչպես օրինակ, ծնողին լսելու, ընտանիքի մեջ ընտանեկան պատգամը, ընտանեկան պատիվը վեր բարձր պահելու արժեքը, ու այնտեղ որտեղ որ դու չես ուզում ներկա գտնվես, որտեղ քեզ սեր չի տալիս, քո ընտանիքի մեջ դու չես ուզում քո ընտանիքի պատիվը բարձր պահես, չես ուզում որ հայրդ, մայրդ քեզ ուղղություն տան, դա քեզ սեր չի տալիս, որովհետև դու այնպիսի սխալ ուղու վրա ես, կբացահայտվի քո մեղքերը, դրա համար հասարակությունը կամ հայրդ կամ մայրդ կամ ընտանիքիդ գերդաստանից մեջ գտնվող մարդիկ, երբ որ քեզ ուղղություն տալու համար ասում են, քննադատում են, եւ ասում են մի արա այս ինչ բանը կամ ինչ բանը։ Եվ երբ որ դա քեզ սեր չի տալիս, սկսում ես արդեն դատապարտել, սկսում ես արդեն Աստվածաշնչի խոսքը վաճառքի անել։ Եվ ինչ ենք ասում այդ ժամանակ։ Ուզում բա ծնողն իրավունք ունի իր զավակին ստորացնելու, ծնողն իրավունք ունի իր զավակին պախարակելու, ծնողն իրավունք ունի իր զավակի սիրտը կոտրելու, ծնողն իրավունք ունի սա անելու։ Ուրեմն մի հասցրու այդ կարգավիճակին, որպեսզի ծնողն էլ այդ քայլին չդիմի։ Ուրեմն հասնում ես այդ կարգավիճակին, ծնողն այդ քայլին դիմում է։ Եթե չհասցնես, չի դիմում։ Չկա այնպիսի մի ծնող երկրի վրա, որ ինչպես ասում է Հիսուս Քրիստոս, իր զավակը ձու ուզի ինքը օծ հանի կտա։ Չկա այդպես մի ծնող երկրի վրա ադեկվատ խելամիտ մտածող, գիտակից, որ իր զավակը հաց ուզի նրան քար կտա։
Ասում եմ, եթե դուք որ մեղավոր մարդիկ եք, ձեր զավակներին բարիք անել գիտեք, բայց երկնավոր հայրը, որ ամենասուրբն ու ամենամաքուրն է, ինչեր կարող է անել ձեզ համար։ Դեռ ասում եմ, դուրս եկեք օրենքի տակից, այսօրվա գաղափարսուրբ մասնամակի մեջ Պողոս Առաքյալն ասում է, դուրս եկեք օրենքի տակ։ Դուք այլևս օրենքի տակ չեք, մի փորձեք ապրել ճղճի օրենքով։ Օրենքով սա կարելի է, օրենքով սա չի կարելի։ Ես սկսեք մարդկանց գայթակղել, մարդկանց մեղադրել, իրենց ապրելակերպի մեջ, իրենց ընթացքի մեջ։ Ինքդ լինելով գող, դիմացինին գող ես համարում։ Ինքդ լինելով անառակ, դիմացինին անառակ ես համարում։ Ինքդ լինելով անբարյացական մասնավորություն, դիմացինին չգիտեմ ինչ ես համարում։ Իսկ նախ եւ առաջ ինքդ մաքրվի, հետո նոր դիմացինին քննադատի այդ մեղքի մեջ։ Նախ ինքդ քեզ վերանայի Աստծո խոսքով, հետո նոր դիմացինին քննադատի աշխարհի ուտելիքի մեջ։ Այսպես ասած, ոնց որ ասում է Սուրբ Գիրքը, որ այն ամենը ինչ որ այս աշխարհի վրա կա, եւ դու ուտում ես իբրև հաց, սա հաց է։ Հացը մենակ են հացի մասին չէ, որը որ մենք ուտում ենք, այլ աշխարհում Աստծո տված ամեն բարիք մեզ համար հաց է։ Մեր մարմնի համար հաց է։ Մարդը ոչ միայն պետք է ապրի այդ հացով, այլ պետք է ապրի Աստծո խոսքով։ Մենք սկզբում ապրենք Աստծո խոսքով, տեսեք Աստծո խոսքը մեզ ինչ ասում։ Տեսեք Սուրբ Գիրքը մեզ ինչ ասում։ Ինչպես է մեզ ուղղորդում։ Ինչպես կարող է մարդը դիմացինի մեղքը տեսնել, բայց մեղքը չտեսնել։ Ինչպես կարող է մեղավոր մարդը խոսել դիմացինի մեղքի մասին, քննադատել դիմացինին, Սուրբ գրքով էլ օրինակ բերել, Սուրբ գրքով էլ իբր փորձի դատապարտի դիմացինին, բայց ինքը իր մեղքը չտեսնել, որ այդ նույն մեղքի մեջ ինքն է, ատելության մեջ ինքն է, չարիքի մեջ ինքն է, խռովության մեջ ինքն է, բարկության մեջ ինքն է, վատ մարդ լինելու մեջ ինքն է, որովհետև եթե դու չարությամբ խոսում ես դիմացինի մեղքերի մասին, այն մեղքերի մասին, որը արտարացված չէ, ուրեմն նշանակում է ինքդ ես դրա մեջ։ Դու քո մեղքը բարձրում ես դիմացինի վրա։ Սա նշանակում է, թե դու անօրինական ձևով գտնում ես մեղքի ճիրանի մեջ, օրենքի ճիրանի մեջ ես։ Օրենքի մեջ ես, օրենքից դուրս ես եկել։ Բայց Պողոս Առաքյալն ասում է, դու օրենքից դուրս ես եկել։ Դու այլևս օրենքի տակ չես։ Դու այլևս Աստծո զավակ ես։ Իսկ եթե Աստծո զավակ ես, առաջներդից ինքնամաքրվես, նոր դիմացինին պետք է քննադատես։ Սկզբում ինքդ պետք է մաքուր կյանքով ապրես իբրև օրինակ ծառայելով, հետո նոր դիմացինին ասես։ Էս ինչ բանում մեղավոր է կամ մեղավոր չէ։ Որովհետև ուրիշ անգամներ, որ եղել է, դարձյալների անդրադարձ կատարել, ասել է մարդը այս աշխարհի վրա կարող է լինել մաքուր, կարող է ապրել ճիշտ, բայց եթե ինքը դեռ օրենքի տակ է, ինքը կարող է ելի եմ ասել 1000 անգամ Աստվածաշունչը լավ իմանալ, կյանքը ճիշտ գնահատել իմանալ, հոգևոր արժեքները ճիշտ գնահատել իմանալ, բայց գայթակղության պատճառ լինի իբրև փարիսեցի, օրենքի տակ լինի, միևնույն է երկնային արքայության ժառանգորդ չէ։ 1000 ձևով, 1000 ճանապարհներով Սուրբ Գիրքը սրա մասին խոսում։ Այսօր է դարձյալ գաղափարսուրբ մասնամակի մեջ Պողոս Առաքյալը անդրադարձ կատարում։ Օրինակ բերելով ուրեմն երկու կնոջից առաջացած սերունդներին, Աբրահամի սերունդներին, որտեղից որ առաջացել է աղախտու զավակը, դա Աստծո կողմից թույլատրելի է, ընդունելի է, քանի որ Սառան երեխա չէր ունել, եւ դրա համար Հագարին տվեց, որպեսզի իբրև աղախին նրանից զավակ ունենա, բայց դա համարվեց երկրորդական զավակ։
Դա համարվեց ապօրինի զավակ։ Բայց ամեն դեպքում, քանի որ ընտանիքի զավակ է պետք է լրացնել այդ տան ջերմությունը։ Ուստի Աստված թույլ տվեց, որպեսզի աղախնից զավակը ծնվի այդ տան մեջ, լուսավորելու այդ տան հիմքը։ Բայց երբ որ Սարան երեխա ունեցավ, այլևս աղախնից ծնված զավակը մղվեց երկրորդ պլան։ Այլևս ինքը համարվեց ծառա, որտեղ ծառա է ծնվել, ծառայից արքա չի կարա ծնվի։ Ծառայից պետք է ծնվի ծառա։ Եթե դու օրենքի աշխարհի գերության մեջ ես, եթե դու տառակել ես, ընկել ես ծովը ձեռքերդ գցել ես փրփուրներին, չգիտես ինչպես ինքնահաստատվես, չգիտես ինչպես մարդկանց ոտնահարես, ու փորձում ես ծառայահեղորեն, տառակելորեն մոտենալ Աստվածաշնչի խոսքին ու դա էլ պարտադրում ես դիմացինին, ուրեմն նշանակում է դու իբրև ծառա ես։ Հիմա իմ համազգեստը ինչ որ ես հակել եմ, այսօր համազգեստը չի կարող լինել ցանկացած քահանայի վրա։ Իմ համազգեստը իմ համար է, իմ չափով է։ Ոչ թե բոլոր քահանան, որտեղ քահանաներ կան ավելի աժդահեր, քահանաները կան ավելի վիհարեր։ Ուրեմն ամեն մեկի վրա չի կարող լինել այս զգեստը այնպես, ինչպես իմ վրա է։ Ինչպես ամեն մեկի մասի սանրվածքը, կտրվածքը չի կարող սազել այնպես, ինչպես որ սազում է մեկ ուրիշի։ Բայց մենք նախանձից ելնելով, օրենքի տակ մնալով, փորձում ենք նմանվել մյուսներին եւ պարտադրում ենք մյուսների նույն կերպ լինել։ Հնարավոր չէ, բոլորը մի կերպ չեն կարող։ Բոլորը նույն զգեստը չեն կարող։ Բոլորը նույն սանրվածքը, նույն կեցվածքը չեն կարող ունենալ։ Այնպես է, եթե դու գտնվում ես օրենքի իշխանության տակ, ինքդ քեզ պատկերացնում ես դրա տակ, մի դրտի, մի ստիպիր, որպեսզի մյուսին էլ բերես, մտցնես օրենքի իշխանության տակ։ Ինքդ ծառա ես, մյուսին էլ մի բեր ծառա դարձնում։ Որտեղ մենք Հիսուս Քրիստոսով արդեն այդ ծառայությունից վաղուց դուրս ենք եկել։ Մենք արդեն որդեգի զավակ ենք, յուրաքանչյուր մարդ, ով որ մկրտվեց, դառնում է որդեգի զավակ։ Եթե դու մկրտվել ես, ազատ ես։ Ազատ ես, ինչ է նշանակում ազատություն։ Ազատ ես ընտրությանդ մեջ։ Ով ուզում ես եղի, հոգևորական կլինես, աշխարհական կլինես, ազատ ես ընտրությանդ մեջ։ Որևէ մեկը իրավունք չունի քեզ դատապարտելու, քննադատելու, քո կատարած արարքների մեջ։ Այն ամենը, ինչ որ Աստված քեզ տվել է այս աշխարհի վրա իբրև բարություն, պետք է օգտվես այդ բարությունից։ Որևէ մեկը իրավունք չունի քեզ քննադատելու։ Ինչի դու այս կարողություն ավելին ունես, մյուսը չունի։ Ինչի դու այս շնորհն ավել ունես, մեկը չունի։ Ինչի դու այս խոսքի առավելություն ունես, մեկը չունի։ Ամեն մարդ իր կարողությամբ չափով է Աստված այդ շնորհները բաշխելու։ Քանի որ յուրաքանչյուր մարդ ազատ է կամքով, որևէ մեկը իրավունք չունի մեր վրա բռնանալու։ Եթե Աստված անգամ մեր վրա չի բռնանում, Աստված մեզ ազատ կամքով է ստեղծել։ Եթե Աստված մեր վրա չի բռնանում, ով ենք մենք, որ բռնանում ենք մեկս մյուսին։ Եվ թյուրիմացաբար մոտենալով ներկայացնելով Աստծո խոսքը, փորձում ենք ճնշում գործադրել, ասելով որ գիտես ինչ, եթե դու ընտրեցիր աշխարհիկ հացը, եթե դու ուտում ես աշխարհիկ հացը, ուրեմն նշանակում է դու հոգևոր չես։ Ուրեմն նշանակում է դու անարգում ես Աստծո։ Մարդը եւ ֆիզիկական գոյությունը եւ հոգևոր գոյությունը։ Մարդու մեջ ապրում է հոգին։ Այդ հոգին ճանաչելու համար նախ եւ առաջ ֆիզիկականը պետք է ճանաչվի, հետո նոր հոգին։ Մարդուն տեսնելով անցանոթ մեկի որ տեսնում ես բարև ես տալու, միանգամից հոգին չես կարդում։ Մարդու էությունը ճանաչում ես արտաքինից։
Սկզբում արտաքինը պետք է ճաշակել, հետո նոր հոգին ներթափանցել իմանալ մարդու արտաքինից իր հոգին ինչքանով է բախում, ինչքանով ոչ։ Հետևաբար ինչքան որ հոգին է կարևոր, այնքան է մարմնավորն է կարևոր։ Եթե չլինի մարմնավորը, չի լինի հոգևորը։ Եթե չեղավ նյութականը, եթե չեղավ աշխարհիկը, չի լինի աստվածային ու հոգևորը։ Ինչպես ուրիշ անգամներ, հազար անգամներ եղել է ասել։ Եթե եկեղեցու վարդապետություն, առաքելություն, գործունեություն մենք միայն, զուտ միայն տեսնում ենք հոգևոր դաշտի մեջ, չարաչար սխալվում ենք։ Եկեղեցու առաքելությունը միայն հոգևոր դաշտ չէ։ Եկեղեցու առաքելությունը նաև նյութական դաշտ է։ Որտեղ եկեղեցի միայն հոգևոր կառույց չէ, եկեղեցի նաև նյութական կառույց։ Առանց նյութականի հոգևորը չկա։ Եթե այդ մոմը չվաճառվի, հոգևորը չի կառուցվի։ Եթե դու գումար չտաս, եթե դու չօգնես, բարություն չանես, քարը քարի վրա չտնես, քեզանից չկտրես, չտաս այդ եկեղեցու, այդ եկեղեցի հոգևորը չի ապրի, չի գործի։ Հոգևոր բարոյական, քարոշական ծրագրեր չեն իրականացվում։ Այդ եկեղեցի կմեռնի։ Որտեղ եկեղեցին գոյություն ունի նյութականի ճանապարհով միայն։ Եթե կա նյութականը, ուրեմն կա հոգևորականը։ Հոգևորը չկա նյութականը, չկա հոգևորը։ Դու չես կարող մարդուն ասես գնա աղոթի կշտացի։ Դու չես կարող մարդուն ասես հավատա ու կկշտանաս։ Գնա տունը նստի ասա ես հավատում եմ Հիսուս Քրիստոս քեզ, հալելույա ու կշտացի։ Դու չես կարող խաբես այդպիսի հիմարության մարդուն։ Ուզում ես 100 անգամ աղոթի, ուզում ես միլիարդ անգամ աղոթի։ Ուզում ես 100 անգամ, 1000 անգամ Աստվածաշունչը ծերի ծեր կարդա։ Անգիր արա, բութով, տողով, շեշտով, ստորակելով։ Քեզ համար բան չի փոխվի, եթե դու այն չկիրառես։ Կարդում ենք հոգևորը, բայց կիրառում ենք աշխարհիկ ձևով, կիրառում ենք նյութական։ Օրինակը ցույց է տալիս նյութական ճանապարհով։ Տեսեք, մենք Աստծուն փառավորում ենք նյութական ճանապարհով ցույց տալով նրա արժեքը, նրա գոյությունը, նրա էությունը։ Դու խոսքով չես կարող մարդուն մկրտել։ Օրինակ, դու չես կարող ասել, գնա դու մկրտված ես։ Աստված քեզ հետ սուրբ երրորդությունը քեզ հետ, ամեն, հալելույա, դու մկրտված ես։ Ու մարդը ասի, ես մկրտված, այ, սուրբ հոգի ստացա, տղային։ Ինչպես աղանդավորների մոտ։ Այդ մինչև նյութականը չլինի, դու չես կարող ցույց տալ, որն է հոգևորը, որն է հոգին։ Քրիստոս ասում է մինչև ջրից ու հոգուց չծնվես, չես կարող երկնային արքայություն մտնել։ Եթե ցույց տուր, որն է։ Խոսքով ասելով չէ։ Պետք է նյութականով ցույց տաս, քանի որ Աստված բնակվում է նյութականի մեջ։ Նյութականի ճանապարհով է ազդում մարդու վրա։ Առանց նյութականի Աստված աշխարհի վրա չի գործել, չի գործում, չի կարող գործել։ Նյութականի միջոցով է գործում Աստված։ Աներևութական բաների մեջ չկա Աստված։ Նյութականի միջոցով, պատկերի միջոցով է Աստված գործում։ Առանց պատկերի դու խորհուրդը չես կարող հասկանալ։ Առանց պատկերը հարգելու, առանց պատկերն ընդունելու, օրվա տոնի խորհուրդը չես կարող հասկանալ, Աստվածաշունչը չես կարող անցնել։ Առանց ջրի մկրտություն չի կարող լինել։ Նյութը պետք է լինի, որպեսզի դու մկրտվես, որպեսզի այդ Սուրբ Հոգին մյուրոնը պետք է լինի, յուղը պետք է լինի, դի թափվի այդ յուղը քո վրա, քսվի պիտի ճակատիդ, ականջներիդ, աշկերիդ, որ Սուրբ Հոգին իբրև յուղ գա բնակվի քո վրա։ Այլապես որ ասես է երկնային արքայություն, դռները բացվեց, Սուրբ Հոգին աղավնակել իջավ։ Եթե ապացուցի, որ Սուրբ Հոգին աղավնակել իջավ, ո՞նց է իջավ։ Ես չեմ հավատում։
Եթե նյութականը չեղավ, ես իբրև քահանա չեմ հավատում, որ Սուրբ Հոգին կարա աղավնակել իշ։ Բացատրի։ Ինչպես կարաս բացատրի։ Չես գիտի։ Եթե նյութականի ճանապարհով ցույց չտաս։ Լավ ճիշտ է նյութականով ասում մոդենալ։ Նյութականի ճանապարհով ասում մոդենալ։ Ինչպես օրինակ ուրիշ անգամներ եղել ասել կրակ վառելու իմաստը։ Թեկուզ ես մոմերի լույսի վառման իմաստը։ Որ ասում Աստված լույս է, լույսերի մեջ է բնակվում, գալիս է լույսի ճանապարհով։ Նրան ընդառաջ գնացեք լույսի ճանապարհով, քանի որ Աստված խավար չէ, Աստված նրա մեջ բացարձակապես խավար չկա, նա լույս է։ Բայց ցույց տուր այդ Աստվածաշնչի այդ դրվագները հավաքի, բերի իրար գլուխ ու ցույց տուր։ Ինչ է նշանակում դա։ Պետք է ապացուցես, ցույց կտի տաս, խոսքերով չէ։ Սատանան է կարող խոսել, Սատանան ավելի լավ բան գիտի։ Այսօրվա ավետարանական թեստման մեջ չէ ասում է։ Սատանան տարավ Հիսուս Քրիստոսին ժայռի վրա կանգնեցրեց, ասեց, գրված է, հələ պատկերացրեց, Սատանան Սուրբ Գիրքն էլ գիտի անգիր։ Ասում է գրված է, Սատանան է ասում Քրիստոսին էլ։ Ասում է գրված չէ Աստվածաշնչի մեջ, Սուրբ Գիրքի մեջ, որ հրեշտակների թևերով պիտի պաշտպանեն քեզ։ Դու Սատանային չես կարող խաբես խոսքով։ Սատանան Աստվածաշունչը անգիր գիտի։ Ինքը գիտի ինչ է գրված է, ինքը կարա քեզ մադի վրա պատտեսնի։ Անես վարաստու որ ոչ։ Դրա համար խոսքով չպետք է դավանես, այլ գործով։ Ուրեմն չպետք է մտածես, թե գիտես ինչ որ աշխարհիկ նյութականը որ տրված է քեզ, եթե հանկարծ դու այդ աշխարհիկ նյութականի մոտեցար, ուրեմն նշանակում է դու Աստծուն անարգեցիր։ Եթե փորձեցիր այդ նյութականի ճանապարհով դու հավատքդ կերտես, ուրեմն դու Աստծուն չհավատացիր։ Աստծո խոսքը անարգեցիր։ Չկա այդպես, ճիշտ պետք է նկարել Սուրբ Գիրքը։ Եվ իմանալ, ինչ է նշանակում, ոչ միայն ապրում է մարդացով, այլ նաև Աստծո խոսքը։ Այլ այդ Աստծո խոսքը բնակվում այդ հացի մեջ։ Միայն նյութականով չես կարող ընկալես Աստծուն եւ զուտ հոգեվորով չես կարող ընկալել Աստծուն։ Այդ երկուսը մեկով դու մարդ ես, երբ որ ողջ ես աշխարհի վրա, մեռած չես, հոգիդ մեջը դեռ, ուրեմն դու իբրև կենդանի էակ ես։ Իսկ Աստված է կենդանի էակ է։ Իսկ եթե կենդանի էակ է, ուրեմն այնտեղ կա եւ նյութականը, եւ կա հոգևորը։ Երբ որ Աստված մեռած լինի, այնտեղ այլևս նյութական չի։ Կմնա մենակ հոգևորը։ Իսկ Աստված մեռածների Աստվածը չէ, Աստված ողջերի Աստվածը։ Իսկ քանի դեռ ողջ ես, քո մեջ կա եւ մարմին եւ հոգի։ Ուրեմն պետք է պահես, պահպանես եւ հավասարապես մարմինը եւ հավասարապես հոգի։ Ուրեմն ճաշակես ընկալես Աստծո խոսքը ճիշտ։ Թող Տիրոջ խաղաղությունը, զորությունը բոլորիս վրա լինի այժմ եւ հավիտյան